Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Անուշահամ խմորից մարդուկը։ Մի ծեր կին թխված էր թխում իր վառարանում։ Թխում էր, թխում ու մտածում, որ վատ չէր լինի, եթե վերջում անուշահամ խմորից մի մարդուկ թխեր։ Այդպես էլ արեց։ Վերցրեց խմորի մի փոքրիկ քնդիկ, տվեց նրան մարդուկի ձև, աչքերի, քթի, բերանի և բաճկոնի կոճակների փոխարեն դրեց սև հաղարջի հատիկներ և երբ թխվածքը վերջապես պատրաստ էր, դրեց վառարանի մեջ, մյուս թխվածքների հետ միասին եփելու։ Կարճ ժամանակ անց վառարանի միջից մի բարակ ձայն լսվեց. «Դուրս հանեք ինձ, բացեք դուռը և դուրս հանեք ինձ»։ Ծեր կինը շատ զարմացավ և բաց արեց վառարանի դռնակը, տեսնելու թե ինչ է կատարվում ներսում։ Դեռ չէր հասցրել ներս նայել, երբ անուշահամ խմորից մարդուկը դուրս ցատկեց, վազեց խոհանոցի միջով, անցավ դռնից ու հայտնվեց պարտեզում։ «Շուտ արա», գոռաց ծեր կինն ամուսնուն, «բռնիր դրան, քանի դեռ չի փախել»։ Եվ նրանք վազեցին այնքան արագ, որքան ոտներում ուժ կար, բայց մարդուկին չկարողացան բռնել։ Իսկ անուշահամ խմորից մարդուկը վազում էր ու վազում։ Այսպես նա անցավ պարտեզը ու դուրս եկավ ճանապարհ, հենց այստեղ էլ հանդիպեց ջրհոր փորող երկու գյուղացիների։ «Այդ ուր ես փախչում»՝ հարցրեցին նրանք։ «Ես փախչում եմ ձեր կնոջից ու նրա ամուսնուց, իսկ հիմա կփախչեմ նաև ձեզանից։ Վազիր ինչքան որ ուժ ունես, բայց մեկ է, ինձ դժվար բռնես, անուշահամ խմորից մարդուկն եմ ես»։ «Մենք կբռնենք քեզ», բացականչեցին ջրհոր փորողները ու վազեցին այնքան արագ, ինչքան կարող էին, բայց չկարողացան բռնել նրան ու շուտով կանգ առան հանգստանալու։ Իսկ անուշահամ խմորից մարդուկը վազում էր ու վազում։ Այսպես վազեց ու հանդիպեց առու գցող երկու գյուղացիների։ «Այդ ուր ես փախչում»՝ հարցրին նրանք։ «Հա», բացականչեց անուշահամ խմորից մարդուկը, «ես փախել եմ ձեր կնոջից ու նրա ամուսնուց, հետո փախա ջրհոր փորողներից, իսկ հիմա էլ կփախչեմ ձեզանից։ Վազիր ինչքան որ ուժ ունես, բայց մեկ է, ինձ դժվար բռնես, անուշահամ խմորից մարդուկն եմ ես»։ «Մենք կբռնենք քեզ», բացականչեցին առու գցողները ու վազեցին այնքան արագ, որքան կարող էին, բայց չկարողացան բռնել նրան ու շուտով կանգ առան հանգստանալու։ Իսկ անուշահամ մարդուկը վազում էր ու վազում, այսպես վազեց ու հանդիպեց արջին։ «Այդ ուր ես փախչում»՝ հարցրեց արջը։ «Հա», պատասխանեց անուշահամ խմորից մարդուկը, «ես փախել եմ ձեր կնոջից ու նրա ամուսնուց, հետո ջրհոր փորողներից, հետո առու գցողներից, իսկ հիմա էլ կփախչեմ քեզանից։ Վազիր ինչքան որ ուժ ունես, բայց մեկ է, ինձ դժվար բռնես, անուշահամ խմորից մարդուկն եմ ես»։ «Ես քեզ կբռնեմ», ասաց արջն ու վազեց նրա ետևից այնքան արագ, ինչքան կարող էր, բայց չկարողացավ բռնել նրան ու շուտով կանգ առավ հանգստանալու։ Իսկ անուշահամ խմորից մարդուկը վազում էր ու վազում, այսպես վազեց ու հանդիպեց գայլին։ «Այդ ուր ես փախչում»՝ հարցրեց գայլը։ «Հա», բացականչեց անուշահամ խմորից մարդուկը, «ես փախել եմ ձեր կնոջից ու նրա ամուսնուց, հետո ջրհոր փորողներից, հետո առու գցողներից, հետո արջից, իսկ հիմա էլ կփախչեմ քեզանից։ Վազիր ինչքան որ ուժ ունես, բայց մեկ է, ինձ դժվար բռնես, անուշահամ խմորից մարդուկն եմ ես»։ «Ես քեզ կբռնեմ», ասաց գայլն ու վազեց նրա ետևից այնքան արագ, ինչքան կարող էր, բայց չկարողացավ բռնել ու շուտով կանգ առավ հանգստանալու։ Իսկ անուշահամ խմորից մարդուկը վազում էր ու վազում։
Այսպես վազեց ու հասավ մի գետակի, այստեղ կանգ առավ, մեկ էլ որտեղից որտեղ մի աղվես հայտնվեց։ Այդ ուր ես փախչում, հարցրեց աղվեսը։ Հա, բացականչեց անուշահամ խմորից մարդուկը, ես փախել եմ ձեր կնոջից ու նրա ամուսնուց, հետո ջրհոր փորողներից, հետո առու գցողներից, հետո արջից, հետո գայլից, իսկ հիմա էլ կփախչեմ քեզանից։ Վազիր ինչքան որ ուժ ունես, բայց մեկ է, ինձ դժվար բռնես, անուշահամ խմորից մարդուկն եմ ես։ Աղվեսը լսեց ու ասաց. Դե լավ, նստիր մեջքիս, քեզ գետի մյուս ափն անցկացնեմ։ Անուշահամ խմորից մարդուկը ցատկեց աղվեսի մեջքին ու նրանք շարժվեցին, բայց գետակը այդ մասում բավական խորն էր ու ջուրը գրեթե ծածկում էր աղվեսի մեջքը։ Ավելի լավ կանես բարձրանաս ուսերիս, ասաց աղվեսը, ջուրը այս մասում բավական բարձր է։ Անուշահամ խմորից մարդուկը բարձրացավ աղվեսի ուսերին, բայց ջուրը ավելի ու ավելի էր բարձրանում։ Թե ավելի լավ կանես ելնես գլխիս, որպեսզի չթրջվես, առաջարկեց աղվեսը։ Անուշահամ խմորից մարդուկը ելավ աղվեսի գլխին, բայց ջուրն ավելի ու ավելի էր բարձրանում։ Թե ավելի լավ կանես քթիս նստես, ասաց աղվեսը, այսպես քեզ ավելի հեշտ ջրից դուրս կպահեմ։ Անուշահամ խմորից մարդուկը նստեց աղվեսի քթին ու նրանք անցան գետակը, բայց հենց որ հասան մյուս ափը, աղվեսը թափ տվեց գլուխը, այնպես թափ տվեց, որ անուշահամ խմորից մարդուկը թռավ օդ, հետո ընկավ ուղիղ աղվեսի բերանը։ Դե աղվեսն էլ կուլ տվեց նրան։